Նախ թույլ տվեք մինչև բուն հարցը ձևակերպելը, պարոն Մելիքբեկյան, ձեր մամուլի հետ շփման տոտալ բացակայության մասին վկայակոչել, դուք ֆեդերացիայի նախագահ ընտրվելուց հետո ասել էիք, որ բաց եք, պատրաստական եք շփվելու, բայց հիմա այնքան հարցեր են կուտակվել, որ դուք էլ ձեր ներածական խոսքում այնքան բան ասացիք, որ հակադարձելու հնարավորություն էլ չկա, ամեն դեպքում կխնդրեի այսուհետ, քանի որ դուք նաև չհայտարարեցիք ձեր հրաժարականի մասին, այսուհետ ավելի հաճախ մամուլի հետ շփվեք, որպեսզի այս իրավիճակը չստեղծվի։ Պարոն Մելիքբեկյան, կներեք, միջև ձեր հարցը, եկեք ես խոստանամ, որ ես շատ ավելի հաճախ խնդրեմ եւ կշփվեմ եւ պարբերական մենք շփումներ եւ ասուլիսներ կունենանք։ Շնորհակալություն։ Պարոն Մելիքբեկյան, 2020 թվականից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը կրել է 26 պարտություն, 13 հաղթանակետարել եւ 11 ոչ ոքի, FIFA-ի դասակարգման աղյուսակում 102-րդն է։ Այս տեմպերով է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, եւ դուք էլ ասել էիք, որ 2022 թվականին կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ ենք դուրս գալու։ Շնորհակալություն։ Շատ նախ ես երկար խոսեցի հավաքականների մասին։ Ես կարծում եմ այդ ամեն ինչը չեմ կրկնի, միայն մի բան ասեմ, որ ես չեմ ասել, որ 22-ի եւ 26-ի եզրափակիչ ենք դուրս գալու, 24-ը ես ասել եմ, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար։ Ես երբևէ ես անգամ մի անգամ ասել եմ, որ ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ չեմ, ես երբևէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեգիր։ Դա անկեղծ ասած հնարավոր չէ, բայց այն, որ մենք պայքարելու ենք ուղեկրի համար, դա ասել եմ այն։ Մենք հիմա եթե ֆուտբոլից ենք խոսում, ես երկար բացատրեցի ինչն են խնդիրները, որն է տեմպը եւ այլն։ Խնդրում եմ տեղից ռեպլիկներ մի արեք, ասացի, որ բոլորին հնարավորություն կտրվի։